Իշխանությունը զավթած ուժի գլուխը ատում է սեփական ժողովրդին։ Նա հաշիվ է մաքրում և հաշվեհարդար է տեսնում անձնական և այլ տիպի ցավերի և կոմպլեքսների պատճառով։ Դեմոգրաֆիկ խնդիրների շարքում ծնելիությունն է, իսկ ձեր կառավարությունը որոշել է, որ այլևս բազմազավակ չի ընտանիքը, եթե այնտեղ կա 3 երեխա, պետք է 3-ից ավել լինի, որ ընտանիքը կոչվի բազմազավակ։ Ձեր կառավարությունը որոշել է, որ թոշակառուներին թոշակ պետք չի բարձրացնել ու գումարը տրամադրել թոշակառուներին, այլ պետք է այդ գումարը վերցնել թոշակառուներից և ծախսել իրանց ուզած նպատակներին։ Ձեր կառավարությունը ռեյդերյան զախվատով գրավել է Հայաստանի էլեկտրական ցանցեր և հանձնել այն պուպուլիկին, որը ստանում է աշխատավարձ որպես կառավարիչ, որը համարժեք է 100 թոշակավորների թոշակին, այո, 100 հոգու թոշակին, և ի պատասխան սեփականատերերի կոչերին, որ լույսի գինը պետք է իջացվի, հայտարարում է, որ նպատակահարմար չի։ Դուք ատում եք սեփական ժողովրդին մենակ դրա պատճառով, որ դուք վդռուկ սկսել եք լավ ապրել։ Դուք սկսել եք լավ ապրել ժողովրդի արունը ծծելով։ Դուք չեք ուզում քաղաքը մտնեն օպելներ, որովհետև դուք ունեք էլեկտրական մեքենաներ ստացված ատկատներով և կաշառքներով։ Դուք մտցնում եք պարտադիր ապահովագրություն, որը բեռ է հանդիսանալու մինիմում 300,000 դրամ տարեկան ամեն մի հոգու վրա, իսկ դուք մարդ գիտեք, որ ունի ազատ 300,000 դրամ վճարելու, բացի այն հարկերից, որոնք դուք գանձում եք ձեր ժողովրդից։ Բա ուր է, որ Հայաստանի քաղաքացին տուգանքի ապրանք չի, Հայաստանի քաղաքացին քամվելու ենթակա չի։ Լավ եղեք, ուշադիր եղեք և խելոք եղեք։